ինչ է պետք անել այդ հարցը լուծելու համար, որովհետեւ տարածաշրջանում մենք ընդհանրապես շահում ենք տոտալ բլոկադայի մեջ, բայց մինչ այդ երեքշաբթ էին նախագահին հարցնում Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, վստահ եմ դուք ծանոթ եք Ալեն Սիմոնյանը ինչ էր ասել, խոսել էր 2000-2002 թվականներին իր ծառայության ժամանակ, երբ նախագահ եղել Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարը եղել Սերժ Սարգսյանը, մի խոսքով բարդակ ա եղել, իրանք սոված են եղել, փախնում էին, որ հաց ճավեն ուտեն, դե հիշում եք նաև մի բական էլ կար, որը ժամանակ կա, անցյալը չխոսենք, կա, որը օրինակ խոսում էր Մելքոնյան Գագիկի ըստեյության, ու ասում դե տենց է, կարող է Մելքոնյան Գագիկն ներկայացնել գողացել ձեր, այս ամեն ինչի մասին, խնդրեմ ինչ ունեք ասելու, նախագահի իհարկե ասած ամեն ինչ տված թեմայի չենք անդրադառնալու, կամ ոնց եք դուք դա հիմք ընդունում, պատասխանելու Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, հիմա ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ հրավերի համար, վաղուց ձեր հյուրը չի եղել, չգիտեմ ինչով էր պայմանավորված, ինչ չէի հրավիրում։ Լավ, սկսենք առաջին հարցից, հա, տեսեք, իմ պատկերացրած իդեալական Հայաստանում նույնիսկ վերանանք անձերից, հա, երբ որ երկրի նախագահին կամ Ռոբերտ Քոչարյանի մակարդակի մարդու հարցնեին ցիտելով Ալեն Սիմոնյանի մակարդակի մարդու, իդեալական պայմաններում պետք է հետևյալ հարցը հնչեր նախագահի կողմից, իսկ դա ով է։ Բայց ունենք մի իրավիճակ, որ մի կողմում ունենք հաղթած նախագահ, երկու երկրի նախագահ, այսպես մեծ ու հարուստ կենսափորձով նախագահին հարցնում են ու ինչ-ինչ պայմանների բերմամբ նա ոչ միայն ստիպված է եղել ծանոթանալ կամ գոնե վիզուալ ճանաչել, որ կա գոյություն ունի նման մարդ, մի բան էլ մեկնաբանել նրա ասածները։ Բայց ես ստիպված եմ հիմա որպես այդ մեկնաբանության մեկնաբանություն, հա, ներկայացնեմ։ Տեսեք, երբ որ մարդիկ ինչ-որ բանի, գործողության, երևույթի գնահատական են տալիս, որպես կանոն չափելիության կամ չափման միավորը լինում է սեփական կարծրատիպերը։ Օրինակ, որևէ նորմալ մարդու որ հարցնես, որն է բանակի լավը կամ վատը լինելու չափման միավորը, բնականաբար 2-3 կոմպոնենտ պետք է լինի։ Այդ բանակի մարտունակությունը, X պայմաններում կամ X ժամանակահատվածում հաշվետու համեմատելի ժամանակահատվածում այդ բանակի ունեցած կորուստները եւ երրորդը այդ բանակի պաշտպանողականությունը այդ բանակի այդ ժամանակաշրջանում քո սահմանների անխոցելիությունը։ Դե հիմա եկեք համեմատենք շատ պարզ պայմաններ։ 10 տարի նախագահ Քոչարյանի նախագահ եղած տարիներին Հայաստանում սահմաններում 10 տարիների ընթացքում ունեցել ենք թիվը կարող է 1-2 հոգով ներողություն եմ խնդրում նախապես ինձ համար ցանկացած զոհը դա մեր հայրենիքի համար զոհված հերոս է, որին մեծ խոնարհումով ի տարբերություն սրանց իշխանության, որ մեր զոհերին 50 պլյուս մինուսով են հաշվում, հա, ունեցել ենք 94 զոհ։ Տարվա կտրվածքով 8-ից էլ մի փոքր քիչ, եթե միջինացված, այսինքն 1 տարում 8 զոհ։ Հիմա այդ բանակը, եթե սոված պայմաններում իրենց նշած ճակերտավոր կարողացել է այնպիսի անառիկ պահել մեր սահմանները, որ մի քառակուսի մետր կորուստ չենք ունեցել, տարեկան էլ սահմանային միջադեպերի արդյունքում ունեցել ենք 8 զոհ, որոնք անհամեմատ ավելի քիչ են եղել, քան այդ 8 մարդու համար մեր տված պատասխանն ու թշնամի կողմի կորուստները, ու հիմա համեմատենք սրանց կլուբնիկ կերակրած բանակի 5000 անմեղ երեխեքին տարած զոհաբերած լինելը։ Խնդրում եմ, կասեք ցանկացած ողջամիտ մարդու գնահատական այդ երկու բանակների տարբերությունը։ Երկրորդը, բանակները ի տարբերություն սրանց անկուշտների ու չտեսների ունեն կալորիականության հստակ ցուցիչներ, չափանիշներ, նույնիսկ հիմա եթե խորհուրդ կտամ, նայեք տարբեր երկրների բանակների մասին TikTok-յան այսպես կարճ վիդեոներ կան, թե ամեն բանակի ռացիոնը ինչպիսին է։ Որ տեսեք կհասկանաք, որ մեր բանակը ունեցել է համապատասխան նորմալ կուշտ զինվոր, ով կարողացել է պահել իր երկրի սահմանները։
Հիմա ինչ վերաբերում է դուք ներկայացրած ասացիք, ես դիտավորյալ ցիտելու եմ այդ ձեր նշած անձնավորության օգտագործած բառը։ Անտռուսիկ է եղել ինքը բանակում, այդ անտռուսիկ լինելու պատասխանը թող վիզը, ես հասկանում եմ վիզը բավականին շատ հաստացել է, լավ չի պատտվում, թող վիզը թեթև պատտացնի դեպի ձախ իր ֆրակցիայի գործընկերոջը ու հարցնի, թե ինչ է իր տռուսիկը կերել, որովհետև այդ չեղած տռուսիկի պատասխանատուն այդտեղ նստած բեղերով մի հատ մարդ կա, ինքն է Մելքոնյան Գագիկը։ Իսկ Արեն Սիմոնյանի այսպիսի բաղացքը կարծում երեք էլ ասել է, հա, Ես չեմ հետևում դուք ներողություն, բայց թույլ տվեք դատարկաբանությամբ չզբաղվեմ, էլի ես ավելի կարևոր, եկեք մենք ապագայի մեր պլաններից խոսանք, որտեղ որ նման անուն ազգանունով մարդիկ ուղղակի չեն նշմարվում, էլի մեր ճանապարհներին։ Լավ, հիմա գանք այս մյուս թեմային, երեք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը կառավարությանից հետո շրջազրույցի ժամանակ։ Արարատ թե Արագած, դա պետության թե չպետության մասին հարց է։ Հայաստանում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզը։ Արարատ սա Հայաստանում չկա։ Ըստ էության սա նաեւ պատասխաններ մենք երեք տեսակ Ռոբերտ Քոչարյանի ասուրիսը խորհրդանիշների վերկոնին, Արարատը, եկեղեցին, Հայաստանի գերբը, խնդրեմ։ Հիմա օրինակ Տարոն էլ չկա, Տարոն գավառը վաղուց Հայաստանինը չի։ Արայի այդ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին ինչի գործից չի հանում կամ օրինակ ստիպի, որ անունը փոխի։ Չունենք, չէ՞, Տարոնը մերը չի։ Իսկ բան կարող է Տարոնի հայրը Տարոնի անունը ինչով էր ոգեշնչվել, որ դրել էր օրինակ, կամ Արարատ Միրզոյանի հայրը Արարատ անունը, որ դրել է, ինչով է ոգեշնչվել։ Վստահ եմ բանով, չէ՞, Արարատի մարզով չի ոգեշնչվել, օրինակ երասխով անցնելուց ասի, այս մարզը ինչ լավ մարզ է, Ատաղուս անունը այս մարզի անունով եմ դնելու։ Եթե իրանց ոգեշնչման աղբյուրը էտա, ես ու մենք ու նորմալ հայը երբեք իր ազգային սիմվոլներից, ախր հիմա հասկանում եք, մարդ ով գնում է կամ ցույց է տալիս, որ գնում է եկեղեցու ճակերտավոր բարենորոգման ճանապարհով, Սուրբ Սարը, որտեղ որ նույնն է իջել, ասում է, որ մերը չի, մուսուլմանական ինչ-որ երկրի է։ Լավ, ջնջել սեփական պատմությունը, ուրանալ ամեն ինչ, այս ճանապարհով այս 7 տարի է տանում են իրանց ու փորձում են տանել նաև մեզ։ Եթե մարդիկ կան, ովքեր պատրաստ են ուրանալու, խնդրեմ, մենք այդ մարդկանց արդեն տեսել ենք, իդենտիֆիկացված կան, թող գնան հավաքվեն իրանք իրար հետ, հենա նոր աղանդը հնարել են, ուրացումների ճանապարհով գնացել են, իսկ մենք պետություն ունեցել ենք 30 եւ ավելի տարիներ մինչեւ սրանց հայտնվելը բոլոր այդ սիմվոլիկայի պահպանմամբ։ Եկեղեցու հետ կապված միջայլոց երեք հայտնի դարձավ, որ քրեական գործ են հարուցել Վերհապար Հայրապետի եւ հոգեվոր դասի դեմ։ Ես չգիտեմ, հա, այս մի ուրիշ քարտորակություն է։ Ըստ էության այս նպատակը, գիտեք, Արման Սարոյանը հետևս, նախին Գևորգ Սրբազանը, որ արդեն կարգառույց է եղել, դատարաններ դիմել դատարանով, այս իշխանության դատարանով հաղթել որ պետք է իրավունքները վերականգնում էին, մի խոսքով այս ամեն հիմնավորավորը չի կատարվել եկեղեցու կողմից քրեական գործ է հարուցվել, իհարկե նպատակը արգելք դե սահմանափակումը վեհափախոր եւ հոգեվոր դասի մուտքի երգի եւ գիտեք առաջկա եպիսկոպոսական ժողով է նախատեսված, խնդրեմ այս մասով ձեր տեսեք։ Եվ մի փոքր մանրամասը եկեղեցու դեմ արշավը իրենք որքան են շարունակելու, ըստ էության մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հարցեր չունի։ Ես թույլ տվեք իմ ցածր գիտակցությամբ իրավական, որովհետև ես ինքս իրավաբան չեմ, սա մեկնաբանությունն է շատ ավելի մեր իրավաբան գործընկերները կանեմ, բայց ես ուզում տրամաբանական շղթա կառուցենք, հա, միասին, այսպեսի մի վարժություն իրականացնենք։ Տեսեք, Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանում իշխանությունը ունի 3 ճյուղ՝ դատական, օրենսդիր եւ գործադիր, ճիշտ է։ Երբ որ նույն սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում գործում է իշխանությունից զատ, սա ենթադրում է, որ ոչ դատական, ոչ օրենսդիր եւ ոչ էլ գործադիր իշխանությունները իրավասու չեն խառնվել եկեղեցու ներքին գործերին։
Իսկ ինչ որ մեկին քահանա ձեռնադրել, ինչ որ մեկին եպիսկոպոս ձեռնադրել կամ ինչ որ մեկին այդ կարգավիճակից զրկելը եկեղեցու ներքին գործեր են եւ դրան խառնվողը ինքնին հակասահմանադրական գործունեություն է ծավալում, դա կլինի երկրի վարչապետ, նրա հանձնարարականը կատարող դատարան, թե նրա հանձնարարականը կատարող քննիչ, թե ինչ որ մեկը, ով այդ ամեն ինչը կձևակերպի որպես քրեական գործ, նյութեր կնախապատրաստի ու այդ գործը կշարունակի վարել։ Եթե մինչև հիմա չգիտեմ, Քավլիցի, ինձանից սկսած մեր մնացած բոլոր քաղբանտարկյալներով ավարտած ում վրա տարատեսակ գործեր են կարվել, ինչ որ ձևով կարելի էր տրամաբանության մեջ ասել դե լավ, բան, շատ բարդ էր, բայց որ ասում են դե տուն ենք պահում, ասում ենք դե լավ, մենք բոլորից իրավասու չենք, չէ՞, պահանջենք, որ նորմալ մարդ լինեն։ Հիմա սենց մարդիկ էլ կան, այս մարդիկ էլ իրենց տունը պահելու ճանապարհը հարմարվել են սենց անեն։ Բայց երբ որ խնդիրը դառնում արդեն ոչ միայն բարոյականության հետ, այլ նաև սրբությունների հետ, այստեղ ես ուղղակի միշտ բան, ինչ որ մեկին ինչ որ բանի մեջ մեղադրելու համար փորձում ես քեզ նախապես դնել այդ կարգավիճակում, չէ՞։ Ես օրինակ չեմ պատկերացնում կամ չէի կարա նույնիսկ ամենավատ երազում տեսնել, որ մեր հոգևորականներից, մեր հոգևոր հայրերից, մեր եպիսկոպոսներից ստիպված կլինեմ խոսել, որ նրանք բանտերում են։ Ես ամենայն, այսպես Աստծուց խնդրում եմ առողջություն մեր բոլոր սրբազաններին, ովքեր այս պահին գտնվում են այս իշխանության, այսպես զնդանի ներքո, բոլորին բարի ազատում եմ մաղթում եւ միգուցե նաեւ իրենց խաչը այս դժվար ժամանակներում հայրապաշտպանության համար հենց այդտեղ գտնվելներ, խոնարհումս բոլորին։ Բայց Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ասում է բլեֆ է, որ Հայաստանում սրբազանների նկատմամբ։ Տեսեք, ես անընդհատ Մարիամ ջան, մենք հիմա խնդիրը գիտեք ինչ, ես անընդհատ փորձում եմ նորմալ մարդկանց մասին խոսեմ, դուք ինձ անընդհատ տանում եք մի դաշտ, որտեղ որ ես, այսինքն ես Արարատ Միրզոյանի ինչը մեկնաբանեմ, կասեք։ Ինքը մարդ չի։ Չէ, այստեղ խնդիրը հետևյալն է։ Այստեղ կա մի մարդ Նիկոլ Փաշինյան ազգանունով ու կամակատարների կամ կամազուրկների մի միավոր, որոնք որ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, հիմա դե նույնն եմ ասում։ Անունը տվեցիք Արարատ Միրզոյանի մոտ հարց չի առաջանում, գնա ասի, եթե իմ անունը չպետության մասին է։ Մի հատ տնեցքին կանչեմ, պապային էլ ասա անունս փոխենք օրինակ, որ դրել է այս անունս։ Հիմա եթե մարդը ինքը իր անունի մեջ չպետության կոնֆլիկտ են իրան ասում, ինքը դա չի տենում։ Ես այդ մարդու ԵԽԽՎ-ում արած հայտարարության իհարկե ընդունում է։ ԵԽԽՎ-ի այդ պահին գործող փոխնախագահներն նույն օրը իր Facebook-յան էջում փիլոնա զրկված եպիսկոպոս այդ Արմանին ասում է նա շարունակում է մնալ Գևորգ Սրբազան։ Այդ ԵԽԽՎ-ն չի տենում, ինչ որ մեկի համար շարունակում է ԵԽԽՎ-ն ավտորիտետի կառույց մնալ, այդ եմ ուզում ասել։ Եվրոպացիները այդ որ մեկի դեպքով են տենց օբյեկտիվ քննություն իրականացնում, հայտարարությունների հարթակ է դարել Եվրոպան։ Կրկնակի ստանդարտների կիրարկման հարթակ է դարձել։ Եթե մի Եվրոպա եթե ներկայացնի Մարիա Կալասը, որ ասի Հայաստանում թույլ չենք տալու ընտրություններին միջամտելով ասում են թույլ չենք տալու միջամտություն։ Իրանք ասում են, որ մենք միջամտելու ենք ընտրությանը, որ թույլ չտանք միջամտություն։ Հիմա այս եվրոպական արժեքները մեկնաբանենք, խնդրում եմ էլ երդաշտ չմտնենք։ Որովհետև բոլորի աչքերը այդ առումով բաց են, տեսեք, հիշեք 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, որևէ քաղաքական բառ արտահայտած մարդու նկատմամբ քրեական գործը կարվելու, այսպես քննիչին հասնելու օրվանից սկսած գործը կարել ոչ թե ստեղծելու իմաստով եմ ասում, այլ գործը հենց կարում են իրականում, էլի ինքը մի ամբողջ արևմուտք ոտքի էր կանգնում էլ իրար հերթ չտալով հայտարարություններ։ Լավ, ես բարերի համար 8 ամիս բանտում անցկացրած անձնավորությունս
իրավունք չունի չհավատալու են Եվրոպային ու մասին մի տար չեն խոսել։ Կամ այն մարդիկ ում մասին նույն ամերիկյան ու եվրոպական Freedom House-ները զեկույցներ էին գրում, որ այո, այս մարդիկ քաղաքական մոտիվներով բանտարկյալներ են։ Ու տենում էին, որ հայկական իշխանությունը իրանց գրած զեկույցները արհամարում է։ Բայց ինչի՞ մի հատ սանկցիա չէին կիրառում։ Որովհետև հավաքական արևմուտքը սովոր է անել հայտարարություններ անատամ ու դրանց հետևություններ չանել, քանի այդ իշխանությունները իրենց ձեռնտու են։ Իսկ այս իշխանությունները իրենց ձեռնտու են այնքան ժամանակ, քանի սրանց զիջումների հաշվին մեր կոնֆլիկտի խաղաղությունը գրում են իրանց վրա որպես իրանց կատարած գործունեություն։ Քանի մեր կողմից մարդ գտնում են, որ տանեն ականջները կախ նստացնեն, ասեն, էս էլ զիջի։ Ու իրանք ցույց տան, որ այդ իրանք արեցին, որ այս երկրների միջև այսպես ճակերտավոր խաղաղություն լինի։ Մենք այդքան ժամանակ այդ եվրոպաներից նման արտահայտություններ ենք լսելու։ Եվ երեք նախագահներ իհարկե անդրադարձավ, այս հենց այդպես է, բա խիղճ ուրա, ու դուք խիղճ ունեք ի վերջո ձեր միլիոնավոր միլիարդներին հասնող պարգևավճարը եւ թոշակառուների սովի մատնված ձեր հայրենակիցները։ Նարեկ, ես պետք է խնդրեմ մի փոքր ծավալում, մենք խոսենք, իրապես սա լրջագույն խնդիր է, այս տոտալ աղքատության, այս հայրենազուրկ, մեր հայրենիքին զրկել են մեր արցախցիներին, որոնք այսօր ունեն սոցիալական լրջագույն խնդիրներ, այս ամենի ֆոնին իրենց միլիոնների հասնող պարգևավճարը, բա լավ ենք սովորել, բա պետք է պարգևավճար ստանանք, $200,000 տունն ինչ է, որ պետք է չունենանք, բա խաղաղություն ենք բերել, դրա համար է պարգևավճար ենք ստանում, խնդրեմ։ Հայրենում մեր ծնողների 10,000 դրամ ավել տան, իրենք չեն իմանա, թե փողը ոնց ծախսել։ Հայրենում մի լավ բառ կա, որը քիչ է օգտագործվում, կամ եթե օգտագործվում է, ինչ-որ վատ է անկալվում։ Բայց օգտագործելու եմ ու վստահ եմ, որ նորմալ մարդիկ կհասկանան, հա, որովհետև լոճվել են, շատ են լոճվել։ Ու ասեմ ձեզ, սովետական բանակում պատիժների տարբեր ձևեր են եղել, որոնցից մեկը կանգնացրել են օրինակ բանին, զինվորին տաբուրետկայի վրա, խփել են, որովհետև վերևից ընկնելուց ավելի ցավոտ է լինում։ Երբ որ մարդու ոտերը կտրվում է գետնից, բարձրանում է, այդ ընկնելու process-ը շատ ավելի ցավոտ է լինում։ Ու մենք բոլորս ենք, չէ՞, վստահ, որ հավերժ ոչինչ չկա այդ թվում իշխանությունն, էլի, մենք տեսել ենք պատմությունից հայտնի շատ ավելի կարկառուն մարդիկ, ովքեր կորցրել են իշխանություն։ Ի վերջո սրանք էլ են կորցնելու։ Լավ, այդ պատասխանի պահին այդ ձեր նշած տիկինը կամ մեկ այլ պարոն, ում համար, ասենք, մենք եթե լուսնից իջած լինեինք, իրենց ճանաչած չլինեինք, կենսակերպը տեսած չլինեինք, նախապես ինչպես են ապրել, հիմա ոնց են ապրումը տեսած չլինեինք, այդ թվում մարդիկ կան, ում հետ ամեն օրվա շփում ենք ունեցել, բախտի բերմամբ, թե պատահմամբ, թե այդպես է ստացվել համատեղ կրթություն եւ այլն։ Մենք այդ կենսակերպը ախր տեսել ենք։ Ու հիմա երբ որ իրանք այդ 6-7 զերանոց թվերի մասին այդպես կամարանքով են խոսում, սկզբում տպավորությունն է, որ այս մարդիկ այնքան լավ բաներ են արել այս ժողովրդին, հա, երբ որ դու լուսնից իջացել ես, կասես, օրա, սենց խոսացող նախարարի ժողովուրդը այնքան լավ կապրի, որ ինքն էլ իրան թույլ է տալի, տենց խոսա, ժողովուրդն էլ ընկալում է։ Հետո վերադառնում ես իրականություն, տերում ես, որ թոշակառուն ոչ միայն չի կարում դեղորայք կնի, թոշակառուն չի կարում կոմունալ մուծի, թոշակառուն չի կարում այն նվազագույն նույնիսկ պարենային մթերքների զամբյուղը ապահովի։ Այս մարդիկ իրանց նախարարին հարց են տալի, ինչքան եք պարգևաճար ստացած, ասում չեմ հիշում, 6, 7, 8 միլիոն, այսինքն մի միլիոնը իրանց համար այնքան կայի մեջ հաշվարկային խնդիր է տվել։ Դե հիմա եկեք պարզ մաթեմատիկա։ Թոշակառուի տարիքը 63 տարեկանից անցնում են թոշակի, ճիշտ է։ Միջին կյանքի տևողությունը Հայաստանի Հանրապետությունում 72 տարեկանին է, վերցնում ենք 75։ Իսկին թոշակառուն 12 տարի թոշակ էր ստանալու։ Միջին թոշակը համարում եմ 35,000 դրամ 40 թող լինի։
12 ամսում 480,000 դրամ տարեկան թոշակառուի թոշակը, 15 տարում 500 անգամ 7.5 միլիոն դրամ, այսինքն մի նախարարի մի նոր տարվա պարգևատրումը հավասար է մի թոշակառուի ամբողջ կյանքի համար ստացած թոշակին։ Մի թոշակառուն ամբողջ կյանքում ստանում է մոտավորապես 7.5 միլիոն դրամ թոշակ, որովհետև ինքը այս պետության համար աշխատել է 40 տարի։ Ու ինչ որ մեկը նոր տարուն իմ ու ձեր հարկերից, այս ժողովրդի հարկերից ստանում այդ մարդու ամբողջ կյանքի համար նախատեսված թոշակը մի ստորագրությամբ։ Ասեմ ավելին, այդ մի նախարարն է այդքան ստանում։ Այդ նախարարությունը տվյալ, օրինակ, ամբողջապես վերնախավը, օրինակ ստանում է 10 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակ։ Օրինակ հենց ինքը Նիկոլ Փաշինյանը համարյա այնքան պարգևավճար է ստացել այս նոր տարուն, ինչքան օրինակ միջնացված թվերով ասեմ ձեզ, մեր համայնքներից, օրինակ, չգիտեմ, Ստեփանավան համայնքի բոլոր թոշակառուները միասին վերցրած, ամբողջ կյանքի համար ստանում են ավելի քիչ թոշակ, քան այդ մի Նիկոլ Փաշինյանի պարգևավճարն է եղել։ Հիմա այս ամեն ինչը մեր ժողովուրդը տեսնում է, մեր ժողովուրդը կույր չի, մեր թոշակառուն, որը իդեպ միայն ստիպված է մարզերում դիտել հմեկ, որտեղ իրան հաճելի ստեր են մատուցում ու ասում լավ ես ապրում, այդ մարդիկ տանը սառնարանել ունեն, չէ, բացում են սառնարանը, տենում են, որ լավ չեն ապրում, հետո գալի ու նայում են, որ ասում են, արա մեր ընտրածն է, մենք տենանք այս մարդը խի լավ չենք ապրում, ասում են դուք չգիտեք, լավ եք, 10,000-ը ձեր համար ինչ ասում, տամ շատ եք իմանալու ինչ եք անում այդ 10,000-ը, ես գոնե գիտեմ, պարգևավճար եմ տալի ինձ ու իմ ընկերներին։ Մը պատկերացնում այդ հերոստացույցի դիմաց նստած մարդու իրավիճակը, նողկանքը, սրտի կսկիծը, սեփական ընտրության համար այսպես փոշմանելու այդ զգացողությունը, ոչինչ, կրկնում եմ, ոչինչ հավերժ չէ, միշտ գալիս են քարերը հավաքելու ժամանակները։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։